Տիկին նախարար նախ մեկ արտարակում պարգևավճարները հաճախ տրված արդարացվել է, պատճառաբանվել է նրանով, որ կոռուպցիոն դեպքերը բացառվի, սակայն երբեմն ոչ թե հաճախակի մենք տեսնում ենք, որ պաշտոնատար անձիկ այնուամենայնիվ կոռուպցիոն բնույթի գործերով անցնում են եւ ըստ էության այդ տրված պարգևավճարները բաժնի պետերին, վարչության պետերին չեն զսպում քաղաքացուց գումար վերցնել որոշակի գործարքի դիմաց։ Մեկ հարց էլ կապված արտադատության փոխնախարարների հետ տեղեկություններ են տարածվում, որ դուք ոչ այնքան լավ հարաբերություններ ունեք ձեր տեղակալների հետ, նաև փոխնախարարները միմյանց հետ եւ նախորդ տարեվերջին մի այսպիսի արտահայտություն է կարել ուսանողների շրջանում, որը հասել է մեզ, մասնավորապես ասել եք, որ երբեմն ChatGPT-ին շատ ավելի պիտանի է, քան իմ տեղակալները։ Խնդրում եմ պարզաբանել ինչպիսի հարաբերություններ ունեք ձեր տեղակալների հետ եւ նախարարների միմյանց հետ։ Շնորհակալ եմ եւ զգացված, որ ձեզ հետաքրքրում են իմ անձնական հարաբերությունները իմ տեղակալների հետ։ Շատ նորմալ հարաբերություններ ունենք բոլորս միմյանց հետ, հիմնված հարգանքի, փոխադարձ հարգանքի վրա եւ նաեւ շատ գնահատում եմ իրենց աշխատանքը եւ շնորհակալություն հայտնում, որովհետեւ հիմնական իրենց համակարգման աշխատանքի գնահատման արդյունքում է նաեւ այդքան քննարկված աշխատավարձերի բարձրացման հարցը դա իրականություն դարձել։ Ուսանողներն չգիտեմ ձեզ ինչ հասանելի դարձել, ինչ հասանելի չի դարձել, բայց նման արտահայտություն ես չէի կարող օբյեկտիվորեն անել, որովհետև նման պատճառ չունեմ։ AI-ի մասին ուսանողների հետ խոսել ենք, ասել ենք, որ որակական առումով որոշ աշխուժներ, որոշ աշխատակիցներից ավելի ներկայացուցչական վերլուծություններ արվեն եւ շեշտադրվել է կամ միշտ էլ շեշտադրվում է, դա մեր աշխատանքային քննարկումներում ունենք միշտ առանձնացնում AI գործիքներից օգտվելու հնարավորությունը եւ անհրաժեշտությունը այո 21-րդ դարում։ Պարտադիր չի, որ որոշ օպտիմալություններ դրան մտածող նաեւ իրականացնում են, որ տեղականները շատ արժեքավոր են եւ շատ սիրելի նախարարի համար։ Արդյոք օգտվելով իրենց շնորհակալություն հայտնենք այն ցուցանիշների համար, որ ես ձեզ ներկայացրի իմ խոսքում։ Եվ մի հարց էլ դուք ասացիք, որ ինչքան էլ պրեմիաներ բարձրացնում եք, եւ համենայն էլ իրենք շարունակում են պաշտոնավորել դա վերաբերմունքի ամենամեծ ցուցանիշն է տեղակալների նկատմամբ։ Հաջորդ հարցը վերաբերում է նրան, թե ինչու են այսօր էլ դեպքեր բացահայտվում, ես շատ ուրախ եմ, որ այսօր կան դեպքեր, որոնք բացահայտվում են։ Դա նշանակում է, որ ինստիտուտները գործում են եւ ծածկադեպքեր չեն լինում։ Այսօր օրինակ կարող են լինել առաջ։ Դա նշանակում է, որ այսօր ստեղծած մարմինները սկսել են նորմալ աշխատել եւ հայտնաբերել դեպքեր։ Եվ ցավոք սրտի դեպքերը եղել են, կան եւ լինելու են, ոչ միայն մեր երկրում, այլ բոլոր երկրներում, որովհետեւ եթե ինչ-որ պաշտոնատար անձի համար, չգիտեմ, պայմանական 500,000 դրամ ավել աշխատավարձի վերիք է, մյուսի համար գուցե դա վերիք չի, աչքը, ծակը մարդիկ տարբեր են, շատ կարևոր է, որ մարդիկ հայտնաբերվեն, շատ կարևոր է, որ այսօր այդ հանցագործության դեպքերը բացահայտվեն եւ ես շատ ուրախ եմ։ Ու չեմ հասկանում միշտ թե ինչու է այդ երևույթը բացասական լույսի ներքո ներկայացվում։ Մենք պետք է ուրախանանք, որ այդ դեպքերը այսօր հայտնաբերվում, որովհետև այնպիսի երկրում ենք ապրում, որ ծածկադրված անելու կարիք չկա։ Ու միշտ շեշտում եմ, որ հեղափոխությունից հետո մի շատ բարձրացան պաշտոնատար անձի ենթարկվում քրեական հետապնդման, այսինքն նախարարի կամ փոխնախարարի կարգավիճակներ դիմք չի հանդիսացել, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդում չնախաձեռնվի։ Առաջարկում ուրախանալ այս փաստի հետ կապված։ Շնորհակալություն։